Բոլորին պայլուս։ Թրաշվելու վաղթը։ Կամ էլ պետք է տրեցի սենսը վրա երկենք։ Я календарь переверну. Մինչև բուն թեմային անցնել է, որը երևի կլինի 25 պլյուսի ֆորմատով։ Ուզում եմ մի հատ հանելուկ առաջարկեմ։ Հանելուկ։ Պատմություն հանելուկ միտքի իմիջի, Ալեքս Թովմասյանն էր գրել Facebook-ում։ Հանելուկ առաջարկեմ, թող մեր ժողովուրդը մտածի, էլի։ Ով կարա լիներ այդ բարեգործը։ Բարեգործը շակերտների մեջ։ Իմ ընկերներից էլ մեղան կիսվել էր, մտակարդացի, մեբոլ խնդացի։ Բայց դա չգիտեմ, խնդալու էր, լացելու էր։ Ուրեմն անցնենք այդ պատմությանը։ Ավտովթար է տեղի ունենում տնից տեղից հեռու։ Այս ավտովթարի մասնակիցը ընկնում է հիվանդանոց։ Շատ ծանր վիճակում։ Պետք է վիրահատություն են անում, բայց արյուն անհրաժեշտ, այդ կարգի արյուն, որը ինքը ունի, հա, չկա հիվանդանոցում։ Ուղղակի չկա։ Ու մինչև այն մոտակա հիվանդանոցից այս արյունը բերեն, արդեն ուշ կլինի իր համար, որտեղ պետք է արյուն ներարկեն, որ այդ մարդու կյանքը պահպանվի։ Կրկնում եմ, այս պատմությունը հանելուկի տեսքով է։ Բժիշկը ստիպված ճարահատյալ դուրս է գալի միջանց, գոռում է, ով ունի ես ինչ կարգի արյուն, հա, խոսքի, որը ասենք բացառիկ արյուն է։ Միջանցքում հավաքվածներից մեկը, էդի վայթե այդ իջևանի կոմենալն եմ, չեմ անում, այտենց մի բան էին պատմում Facebook-ում։ Միջանցքում հավաքվածներից մեկը ձեռը բարձրացնում, ասում է, ես կարամ արյուն տամ, փրկվի այդ մարդը։ Գալիս է որպես դոնոր արյուն է տալի, Այս հիվանդը փրկվում է, 2-3 ամիս հետո ապաքինվում է, գալիս է տուն ու չգիտես ինչի տան տեխնիկան, ոսկեղենը, ամեն ինչ, ցենց հավաքում է, տանեմ հանձնում է լոմբարդ։ Ավելին, կնգան տանեմ հանձնում է, կնգա ծնողներին։ Գալիս է հորն ու մորը վերցում, տանեմ հանձնում է ծերանոց։ Երեխեքին հավաքում, տանում է մանկատուն է հանձնում։ Այդ ապաքինված հիվանդ է։ Վերջի վարիանտ գնում է ավտոն, դնում է գրավ, էլի լոմբարդ։ Ոտով գնում է այդ նույն հիվանդանոցը։ Բժիշկը դուրս է գալի, ասում է, հարգելիս, ինչ ա եղել, վատ եք զգում, որ եկել եք հիվանդանոց, ասում է, չէ, լավ եմ։ Եկել եմ անալիզներս հանձնեն։ Ասում է, այսինքն, եթե լավ ես զգում, քեզ վատ չես զգում, ինչ անալիզի մասին է խոսքը։ Ասում է, չգիտեմ, այդ արյուն տվողնով էր, բայց ինչ արյունս փոխել եք, ամեն ինչ ուզում եմ հանձնեմ։ Համի հանելուկ, արյուն տվողնով էր, էդի երիտասարդի։ Որ դա կանի մեջ, միջանցքի մեջ, ձեռն բարձրեց, ասեց, ես կարամ արյուն տամ։ Այդ տղան հմեն հանձնած գնաց։ Համի հանձնենք, ասում հանձնենք, ես էլ եմ տառը հանձնող։ Համի հանձնենք մեր պարոն Փաշյանին, մեկ էլ Տեր Արամին։ Շատերը համացանցում ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ինքը հայ առաքելական եկեղեցու հոգևոր զավակ է, ոնց որ ինքն ասում։ Մենք էլ իրան հավատում ենք, մեռիմ իր արևուն, այդ մալակսեն էլի։ Ինք իր պենով ասում է, մենք էլ հավատում ենք։ Այսինքն Նիկոլ Ոսկեբերանն է ինքը դառը։ Կարող ալնի 25 պլյուս։ Ու ինքը չի կարա մեր եկեղեցին ապականի կամ չուլան ինքը չի ասել չուլան, դե կան չէ ուղղակի թոփալներ։ Ասում են ինքը այդպես բան չի ասել, լկտի սուտա։ Այդպես բան չկա։ Բերեմ ես Facebook-յան հրապարակումը դնում ես դեմը, ասում ես հելանգեր ջան, նայ էլի, էսի Նիկոլն է գրել, ասում ես Նիկոլի էջը չի։ Ասում ես ընկեր մի հատ թերթի էլի, մի հատ նայա 1 միլիոն 1.1 միլիոն պատվիսչիկով գրած է ՀՀ վարչապետ։ Ասում է չէ, ֆեյք էջ է։ Այդպես մարդիկ շատ կան մեր հասարակության մեջ, այդ մարդկանց ինչ ասեմ ես ես սկսավ թուղթուգիրն աշխատել, վրաս թուղթուգիր կա մեղա, վերջը ասում է չէ, Նիկոլ Փաշյանը պայքարում է, որ մեր հայ եկեղեցին մնա մաքրամաքուր
Դրա համար ինքը պայքարում է կեղծ հոգևորականների դեմ, պայքարում է Գարեգին երկրորդի դեմ։ Հա? Ասես լավ, քո ասածն է, որ ասում է, չեմ ուզում էլի քո հետ պետա կասային եմ։ Ջուզեմ, այախ, ջուզեմ, գնա դու քո ճամփով ես իմ։ Ջուզեմ։ Դու գնա սենց քայլելով գնա քո ճամփով, գոռա մենք ենք տերը մեր երկրի, ես էլ քայլեմ ես հակառակ ճամփով, գոռա մենք ես եմ ցերը ես երկրի։ Սենց։ Բայց բացի Նիկոլ Փաշինյան անհատականությունից գոյություն ունի ով? Ստեփանը։ Ստեփանը էր ստյոպիկ էր։ Էդի մեր Տեր Հարամի, մեր բոլորի Տեր Հարամի աշխարհի կանոնն է։ Ով ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ արվեց եւ իրան արդեն կարելի է դիմել Ստեփան։ Ստեփան Ասատրյան։ Ու Ստեփանի անվան հետ կա պատմություն։ Չգիտեմ, ասի ով կատակով կհասկանա, ով լուրջ, բայց ասման նախկինները Ստյոպա եւ Սեդա Սաֆարյանները, որ հիմա կան, չէ՞, որ չես տարբերում։ Ոնց որ ասես Ինգա եւ Անուշ Արշակյաններ, հա։ Ստյոպա եւ Սեդա Սաֆարյանները, տենց։ Ասում է իրանք երյակ են ծնվել ժամանակին։ Բայց նախկինները այդ 3 երեխուց մեկին գողացել են, տարեհանձնել են եկեղեցուն։ Էդի եղել է Տեր Արամը։ Հիմի հայտնաբերվեց Ստյոպա եւ Սեդա Սաֆարյանների երրորդ երեխան։ Երրորդ աղբերն էլի։ Փաստորեն Սեդան այն որ սերիալներ Արմենիայի մեջ, Արմենիայով եմ։ Ես էլ կպած նայում եմ, ասենց ոնց գանված էկրանին։ Արա ինչ սերիալ էր։ Երկու աղբեր էին, կանի լիշեմ, դաս ուղղաշ չաշխատում։ Բեկը մեկ էլ Յասիմով, Դիանա Գրիգորյան նկարած սերիալ։ Մոլորյալները, անիցյալները, այն որ մանկատանն են մեծացած ելնեմ։ Հա էլի դες մեծ սերիալ աստ էլի։ Տեր Արամն, ով լինելով հոգևորական, արդեն անտեր Արամ, էլի անտեր, ինչ անես։ Լինելով հոգևորական ստեն կայնում ասում էր, Տեր Արամ հեռու չթաս։ Հեսա գալում եմ ձերյան, փումփուլիկներով։ Ասում էր սուտ խոսելը դա ամենամեծ մեղքերից մեկն է։ Կանգնած լրագրողի հարցին պատասխանում Եվնի սուտ է խոսում։ Տեր Արամ, անտեր Արամ, Ստեփան Ասատրյան, լսի, այդ որ կանգնած լրագրողի հետ խոսում ես, հեսա կանցնեմ քեզ Փաշյան Նիկոլ։ Կանգնեմ լրագրողի հետ խոսում ես, ասում ես ինձ զաստավի տնարե, որ ես գնամ միտինգների։ Բայց ես չեմ կարողանում այլևս լռել եւ ես բարձրաձայնում եմ դրա մասին։ Բա քեզ զաստավի տնարե սուտ խոսած։ Հա? Դու քո բենով իբր թե որպես հոգևորական ասում ես սուտ խոսելը դա մեղք է։ Ինչ է նշանակում, որ լրագրողը հարց է տալի, ասում ես հրավիրել են հարցաքննության, ասում ես չէ։ Հետո մի քանի օր անցնել էր նույն լրագրողը կամ մեկ այլ լրագրող հարց է տալի, ասում է Տեր Արամ, ախր ձեզ կանչել են, չէ՞ հարցաքննության, քննչական կոմիտեում։ Ասում ես հա, բայց ինձ ասել էին, դրա մասին ոչ մեկին չասես։ Դու կարայր այդքան մասը առաջի հարցի դեպքում ասեիր, չեմ մեկնաբանում այդքան բանը, բայց սուտ չխոսեիր։ Փաստորեն դու լինելով միջգալակտիկական սուտասան, մեզ փորձում ես հասարակ շարքային աշխարհի քաղաքացիներին, ովքեր մերթ հոգևոր սննդի կարիք ունենալով այցելում են հայկական եկեղեցիներ։ Փորձում ես մոլորության մեջ գցես, հա, այ խոռոբ։ Քեզ խափեմ որ։ Եթե քեզ կանչել են քննչական կոմիտե, ասա հա, կանչել են։ Ես էլ էտա գրեր եմ։ Կիլոմետրով գրեր եմ։ Այն կարգին հաղորդման մեջ, որը թուղթը տալում ասում գրի, եսի վերցեմ ճղեմ ուտում։ Այս մեղադրյալ են, էլի։ Թուղթ մի հատ էլ տալի։ Ասում գրի, եսի վերցեմ ճղեմ ուտում, ասում ես գրող տղա չեմ։ Հայկո Մկոնյան, չէ՞։ Ասում ուտում ես թղթերը, ասես կոլոդով A4 ֆորմատի թուղթը հանեմ դնեմ դեմ, ասում դե համ կեր, համ գրի։ Հիմի դու ես Տեր Արամ։ Գրեր ես։ Ու ինչ ես գրե, ում վրա ինչ ես գրե։ Ու դու այնքան իբր թե որպես քրիստոնյա քահանա այնքան համարձակություն ես քեզ վերապահում, որ ինչ էր բլոգ նյուզ էր, ինչ էր հրապարակել էր, որ հելենես իբր թե ասել ես, չգիտեմ ասել ես թե չէ։ Եթե ես վստահ լինեի, որ ասել ես, հիմի արդեն հանված, լրիվ հանված։ Նստել էի բենիդ, ասել էի դե մի հատ հոտոտի։ Ես պետք լինի 10,000 հոգի էլ կհավաքեմ։
եւ կանցկացնեմ պատարակ։ Բերեմ հասարակ օրինակ։ Հասարակ, տրամաբանական օրինակ։ Նիկոլ Փաշյան այս օրինակը դու էլ լսի, գիտեմ fake էջերով նայեմ ես։ Երբ որ մարդը դիմում է հիվանդանոց, հա, տնից տեղից հեռու, դժբախտ պատահար, վիրահատություն, չգիտեմ ինչ, ցանկացած մարդ ուզում է, որ իր հիվանդին կամ իրեն մոտենա լիցենզավորված բժիշկ։ Այսինքն բժիշկ, ով ունի տարական գիտելիքներ բժշկության մասին, դեղորայքի մասին, այլ ոչ թե սև ու գուլիկի պես Անահիտ Ավանեսյանը մոտենա, ով չունի բժշկական կրթություն, բայց ոնց անեմ դրա շաշ աշկերը, բայց ասում է, ես բժշկության նախարարն եմ, առողջապահության, ու սենց վիզը ծռած, պարոփասյան սենց հոտի վրա գալիք բարևա տալի մեր անկոտրելի վարչապետին։ Չունի այդ մարդը բժշկական կրթություն չունի, նշանակվել է առողջապահության նախարար։ Չեմ զարմանամ, Նիկոլի թիվն է։ Այսինքն 37 թիվն է։ Հեսա դրա մասին մի քիչ երևի խոսամ։ Վերջում, եթե չմոռնամ, եթե մոռնամ, թո հիշեցնեն իմ ընկերներ։ Որ ասեմ ինչի մասին պիտի խոսայ, թո դեգրեն 37 թիվ ես կհասկնամ։ Ուզում եմ ասեմ, մարդ մտնելով հիվանդանոց, հասարակ օրինակ, տրամաբանական, բոլոր շրջանակների մեջ տեղավորվող օրինակ, երբ որ մտնում է հիվանդանոց, ու իր հիվանդին, որ իր բարեկամն է, Աստված տնից տեղից հեռու բայ, հերնա, մերնա, երեխենա, չգիտեմ, մորքուրնա, հորքուրնա, թույլ կտա, որ առաջին օգնություն ցույց տա մեկը, ով չունի լիցենզիա, բժշկի գիտելիքներ, բժշկի հմտություն, փորձառություն, չէ, կլինի գլխավոր բժիշկը մոտենա ձեզ, ու ասի գիտեք ինչ կա, օրինակ, վաղոն, մեր մոտ երեք ընդունվել է, երեք չէ, 6 ամիս առաջ, մի տարի առաջ ընդունվել է, ինքը բժշկական կրթություն չունի, ինքը, միգուցե օրինակը սխալ է, բայց փորձեմ բացատրել, ինքը զրկված է բժշկական լիցենզիայից, սխալ բանը արեց, զրկել է նախբերը, առողջապահության նախարարությունը կանչել է, այս դեպքում այդ քննիչ հանձնաժողովը, կանոնաբանում, դաստիարակչական, կանչել են, ասել են, լսի ապետ ջան, դու սխալ վիրահատություններ ես անում, սխալ բաներ ես խոսում, սխալ բաներ ես անում, դու այլևս բժիշկ կոչվելու իրավունք, դու այդ լիցենզիան, որ մենք տվել ենք քեզ, ասել ենք ար, քեզ լիցենզիա, իմիջելոց, հայկական սիգարետ, հատիս լեր, Արարատ չեմ ծխեմ, վախում եմ մեր պարոփաշյանից, ասում Արարատը մերը չի, այդ լիցենզիան մենք հետ ենք կանչում, Էդի կարալնի բժիշկանի, ամանցև կանչիզնի, վաղո ջան, բայց տանք կթողեն մարդ բան խաչա, այդ ես միացավ, հիմա դու տեր Արամ, կամ նույն Ստեփան, չգիտեմ, Ասատրյան, գիտես ում ես նման, այն բժշկին, որը զրկված է լիցենզիայից, վիրահատություն անելու առաջին օգնություն ցույց տալու իրավունք չունի, օրենքով իրավունք չունի, գրված օրենքով, ոչ թե չգրված օրենքով, ես կինո չեմ նկարանում Գոռ Վարդանյանի պես չգրված օրենք, դժ ու վсё, սաղ լավ է, բայց հարգանքներս Գոռին, նորտե մի հարցով ինքը մի 5 րոպեով կապի մեջ եմ մտե հետը այդ մարդը օգնել անձի, օգնելը որն է, խորհուրդ տվել, դու փորձում ես հայ հանրության մեջ սերմանես ատելության խոսք դեպի հայ առաքելական եկեղեցին, ու ասում ես Այն առաքելական եկեղեցին, որը քեզ տվել է կրթություն, որը քեզ տվել է հաց, ջուր, ուսում, ժողովրդի հետ աշխատելու, հոգևոր սնունդ մատուցելու իրավունք, այսինքն լիցենզիա։ Ասում ես չէ, իր ասածը իմ մոտ ասնավանի չի, պետք լինի 10,000 հոգի էլ կհավաքեմ, իմ կանչով 10,000 հոգի կգան, եւ ես պատարակ կմատուցեմ։ Արա, այ խոռոբ Եթե դու զրկված ես լիցենզիայից, եթե դու այլևս հոգևորական չես կոչվում, եթե դու այլևս հոգևորականի տիտղոս չունես, ինչի հիման վրա ես դու պատարակ մատուցելու, քո մատուցած պատարակը ականջահաճո է լինելու հայ քրիստոնյային, կամ ընդունելի է լինելու Աստծու կողմից, չէ, հիմա շատերը կասեն Գարեգինը կամ Տեր Արամը մեր եկեղեցին չէ, բարի, Բայց այտենց է, ամեն մեկդ գնացեք մտեք մի հատ եկեղեցի,
ինքներդ ձեզ մի հատ սև շոր հագեք, հա, կամ փիլոն հագեք, վեղարը դրեք, լիստեում ծախվում է, ոնց որ մեր բրոնեժիլետները Արցախի ժամանակ, պատերազմի ժամանակ ուղարկված, որ մնաց կարգոյի պատվաններում։ Ինքներդ ձեզ կնունք ծնունդ արեք, բան չեք դիմում հոգևորականներին։ Եթե դուք բոլորդ գիտեք այդ ծիսակարգերը, եթե դուք բոլորդ ունեք այդ իրավունքները, այ հենց դե է սրբապղծության գործոնը, որ ասում եք Նիկոլ Փաշինյանը չի պղծում իմ եկեղեցին։ Ու այդ նույն սրբապիղծ նախկինում Տերարամ հիմի Ստեփան Ասատրյան կոչված անհատականությունը, ասենք անգիտակից մարդներ կասեի անմեղսունակ, կասեի լավ ախպեր, կանոնները չգիտի, ձևերը չգիտի, հա։ Որոշել է, որ հա ինքը կարա պատարակ մատուցի։ Դու դրա ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ եկեղեցական իրավունքը չունես։ Սեդա եւ Սաֆարյանների եղբայր։ Հասկանում ես ինչ եմ ասում, թե չէ։ Ու դու խոսում ես, որ կաթողիկոսական մի շարք այլ բարձրաստիճան հոգևորականներ բռնանում են քո նմանների կամքի վրա։ Չեն բանանում, սաբլուդատ, ոնց էր, չեն պահում եկեղեցական կանոններն ու չգիտեմ, կանոնագրքի մեջ գրված դրույթները, բայց դու ինքդ զրկված լինելով երեկվանից արդեն եկեղեցականի կոչումից, ուզում ես պատարակ մատուցես։ Ինչի՞, այդ որտե՞ղ է այդպես բան գրած։ Ու ասում է ես սատարելու եմ Նիկոլ Փաշինյանի, սատարի, դու դրա իրավունքն ունես։ Խի չէ որ, երկուստ էլ նույն մակարդակի մարդ եք։ Ու մարդիկ ովքեր ասում են Նիկոլ Փաշինյանը եկեղեցին չի ապականում։ Խնդրեմ, ձեր Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մի պատարակի, որը չի լինելու իր այդ ամբողջ կրիտերիաներով հանդերձ։ Չի լինելու ականջահաճո, աստվածահաճո։ Ես չեմ ասում Արամ Տեր Արամի փոխարեն մեկ այլ հոգևորական, եթե անի այդ պատարակը դա լինելու է աստվածահաճո, բայց դա լինելու է ըստ եկեղեցական կանոնագրքի, դա լինելու է օրենքով, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը ասում է ամեն ինչ պիտի լինի օրենքով, բարոյական նորմերի մեջ։ Բա հիմի աստիճանազրկված, կարգալույծ արված հոգևորականը, եթե պատարակ պիտի մատուցի, ձեր Նիկոլ Փաշինյանն էլ պիտի գնա մասնակցի։ Չէ՞ լավ որ երկու կողմդ էլ սրբապիղծ եք, դուք պղծում եք իմ եկեղեցին։ Այդպես լավ չի, կրակ վառեք եկեղեցու մեջ, կրակի վրով թռեք, ասեք տրնդեզա։ Արեք, խի չէ որ հեթանոս եք դուք, կրակապաշտ, բայց մեր Նիկոլ Փաշինյանը կրակապաշտ չի, ինքը Հռոմի պապապաշտ է, պապապաշտ, ջոգին ինչ պարասի։ Էսի ոնց որ մաշնեն խոտ չինգինեմ ակումուլյատորը չի ձգում, էլի ղն պապապաշտ։ Հա Նիկոլ Փաշինյան, դու մասնակցելով իբր թե Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարակին, դու մտածում ես դու ինչ-որ հայ ժողովրդի մեջ սև ու սպիտակի բաժանարարն ես վերացնում, են ես վերացնում, են ես վերացնում։ Դրա փոխարեն եթե դու իրոք լինեիր, չգիտեմ, քրիստոնյա կամ պատշաճ հոգևորական, կգնայիր կդիմեիր մայրաթոր, կասեիր հարգելի իմ հոգևոր եղբայրն էր։ Ես տենց եմ պատկերացնում։ Խնդրում եմ, ինձ ցույց տվեք բոլորեն պահերը, որը ես խախտել եմ եկեղեցու կանոնագիրքը, որը ես խախտել եմ իմ հոգևոր ծառայության դրույթները։ Եթե այդ ժամանակ մարդիկ, ովքեր քեզ կարգալույծ են արել, չկարողանան հիմնավորել, դες որպես տարբերակ, խոսում եմ օբյեկտիվ, չկարողանան հիմնավորել, որ դու խախտել ես մի շարք կանոնագրքի կանոններ, խախտել ես մի շարք եկեղեցական ավանդույթներ, այդ ժամանակ դու կասես, ես ինձ կարգալույց համարված չեմ համարում, բայց դու առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությամբ, ոնց էր ասում, ժողովուրդ եկեք դատարանի բակերի մոտ, հա? Ոչ մի վնգստացող դատավոր չի պլստալու, եկեք փակեք սահմանադրական դատարանի մուտքը, դու Նիկոլ Փաշինյան դվա ես, Արամ եմ ասում, Ստեփաննիկ, ու քո նման խոռոփը շարունակում է Նիկոլ Փաշինյանի գործելավոճը, այ բոզի տղա, բարոյապես բոզի տղա, գիտես խի, որտեղ դու հստակ հասկանալով, որ դու չունես դրա ոչ մի իրավունքը, 10,000 հոգի կհավաքեմ, պատարակ կմատուցեմ, հիմա հարց են 10,000 հոգուն, դուք ես հույս տուր, որ դու կարաս 10,000 հոգի հավաքես, քո 10,000 հոգին գիտես ովքեր են լինելու,
Նիկոլ Փաշինյանի պետրեսուրսը։ Դժվար չի։ Ներքին հեռախոսակապով հրաման պետրեսուրսից հմենեն հակնելով էտա խեղճ շորեր ոչ թե թանգանոց կոստումնի։ Էթալու են կայնեն ու ասեն մենք եկել ենք Տեր Արամին զորավիկ։ Ճիշտ է, ճիշտ է։ 10,000 հոգին ինչ է Նիկոլ Փաշինյանի համար, որ չհավաքի չհետա մտնի եկեղեցի։ Ինչ պրոբլեմ է։ Ցույց տալու համար, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, իսկ Գարեգին երկրորդը սխալ։ Բայց կրկնում եմ, այդ պատարակով դու պղծելու ես իմ եկեղեցին։ Քանի որ դու եթե դու ասում ես Նիկոլ Փաշինյան, ես հետևելու եմ Նիկոլ Փաշինյանին, այսինքն դու ընդունում ես այն տարբերակը, որ Նիկոլ Փաշինյանը երբ ասել է որ հայ առաքելական եկեղեցին չուլան է, դու կիսում ես Նիկոլ Փաշինյանի մտածելակերպը։ Բայց այդ նույն քո Նիկոլ Փաշինյանի ասած չուլանում, դու ես պատարակ մատուցում, այ բոզի տղա։ Հարց, քո նմանին։ Ախր իրավական, մարդկային, բարոյա հոգեբանական դաշտում ես կհանվեմ գլարեմ քո հետևից։ Այ խլինք։ Այն որ դու ինքդ քեզ հավատացիր, որ կարաս դու Նիկոլ Փաշինյանից ավել Նիկոլ Փաշինյանը լես։ Չես կար, արա։ Քեզ օգտագործել են ու որպես դաշտանի տրապկա շպրտեն մի կողմ։ Լաթի կտոր։ Լաթի կտոր, Արամ։ Ստեփան, Արամ եմ ասում։ Արամ անունը դու արժանի չես։ Այն որ խեղճ դեմքով կանել ես լրագրողի դեմ, ասում են, լրագրողն ասում ախր Տեր Արամ ջան, դուք եք ասում, չէ՞ որ կրկնվեմ այսքան պահը։ Սուտ խոսելը դա մեղք է։ Ինչի՞ բա մեզ խափում, ասում դուք չեք հարցակվե։ Ասում է քննչական կոմիտեն ինձ բա հանձնարարական էր տվե։ Չբարձրաձայնել այդ մասին։ Իա։ Այս բանի KGB-ի տարիներն է ինչն է հանձնարարական էր տվե։ Բա դու կարամ ես հիմի վստահել եմ նրա մեջ, որ դու հենց հիմնահատակ Նիկոլի հետ միասին քանդում ես իմ եկեղեցին հիմքից։ Չէ։ Բա դու ով ես, որ որպես հոգևորական, որ առաջնահերթ ենթարկվում է Մայրաթորին, առանձին հոգևոր ինստիտուտ, գնաց համագործակցես քննչական կոմիտեի հետ։ Ցուցմունք ես տվե։ Եթե ճիշտ ցուցմունք ես տվե, միգուցե լավ է սարե, հա։ Բայց քո մեջ խոսացել է բոզությունը, որը հարիր չի գոնե տաղուն, մինիմում։ Կրկնում եմ, օրինակը բերեցի, եսի քեզ դափոնով թուղթ, համ կեր, համ գրի։ Այդ քո ասած քննչական կոմիտեն, որտեղ դու ցուցմունք ես տվե։ Տարավ կալանքի Արսեն Ղուկասյանին, ով ուղղակի եկե ասում էր 5 տարի է, ես ման եմ գալի իմ աղբոր երեխուն։ Դա իրավական դաշտում է Տեր Արամ, կամ արա դրա անունը ո՞ց Ստեփան Ասատրյան։ Ստեփանիկ։ Հե՞։ Ու դու ասում ես 10,000 հոգի կհավաքեմ, հանուն ինչի։ Այդ 10,000 հոգուց քանի հոգի են գիտակցելու, որ իրանք մասնակցում են մի արարողակարգի, որի անցկացնողը դրա իրավունքն ու լիցենզիան չունի ուղղակի։ Ինքը այլևս հոգևորական չի։ Այտենց է, չգիտեմ, նույն տրամաբանության մեջ ժուժուին կամ դալարիքցի ժուժուին, Ախուրյանցի անոյին տարեք ձեր հետ, ձեր նման սրբապիղծների հետ, մտցրեք եկեղեցի թո պատարակ մատուցի։ Խի չէ որ։ Նրանք էլ չունեն պատարակ մատուցելու իրավունք։ Չէ որ պատարակ մատուցում են հոգևորականները, այլ ոչ թե աշխարհիկ մարդիկ։ Տվյալ պահին դու հանդիսանում ես աշխարհիկ մարդ։ Տեր Հարամ։ Ու Նիկոլ Փաշինյանն ասում է, ես մասնակցել եմ այդ պատարակին։ Այդքանով հանդերձ ինքը ասում է, ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ։ Բայց եթե դու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ես, խոռոփածին, բա մի օր գնա մեկ այլ եկեղեցի, մեր մյուս արդեն եկեղեցական կանոններով հոգևորականների ձեռքից վերցրու, չգիտեմ, այդ հաղորդությունը, մասնակցի պատարակին, խաչակնքվի, մոմվառի, աղոթքը թղի առ Աստված, կամ լուր կանգնի պատարակի ընթացքում։ Խի չես անում, եթե դու իրոք հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես, այլ ոչ թե նոր կյանք աղանդավորական շարժման բոզազավակ։ Հե՞։ Արա այդքանը, ես էլ արդեն նայելով քո օրենքի դաշտում, բարոյական դաշտում արած քայլերին, ասեմ, ախպեր, կարող է իրոք Նիկոլը ճիշտ է։ Կարող է իրոք Նիկոլը չի պայքարում իմ եկեղեցին խարխլելու համար, այլ ուղղակի ուզում է իմ եկեղեցին մաքրի ոչ այդքան ավանդապաշտ հոգևորականներից։
Նիկոլ Փաշինյան սաղմոս էիր ասում քո էջերում մի որոշ ժամանակ առաջ։ Հիմա արդեն նոպատ բռնելա, կնոպկիդ վրա կայնելան, ամեն առավոտ սրդիկ ես ցույց տալım։ Խրիմյան հայրիկից կարաս սաղմոսներ ասես։ Խրիմյան հայրիկի մտքերից։ Խրիմյան հայրիկ, չէ, մեծանուն հայ։ Խրիմյան հայրիկը եղել է ամուսնացած։ Գրիգոր Լուսավորիչը եղել է ամուսնացած։ Ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը հետևյալի մեջ է, որ դու թուրքական որպես գործակալ կաթոլիկ եւ ուղղափառ եւ միգուցե մի շարք եկեղեցիների եւ հատկապես աղանդավորական շարժման գլխավորների ուղիղ ցուցումով փորձում ես խալխլել եկեղեցու հիմքը, իմ հայ առաքելական եկեղեցու հիմքը։ Դու չես պայքարում Գարեգինի դեմ, դու պայքարում ես եկեղեցու դեմ։ Հիմա բացատրեմ ոնց։ Դու հելար հայտարարեցիր, ասեցիր, մենք պիտի գնանք մտնենք Վեհարան, կոչ եմ անում հավաքվել Էջմիածնի հրապարակում, մտնել Վեհարան եւ դուրս վռնդել Վեհապարին, Վեհարանը Վեհին, այտենց էր, չէ՞ գրե, որպես ցալքի շրջանի գանգուրիկ։ Ինչի՞ չարիր այդքանը։ Որտեվ դու հասկացար, որտեվ քո հոգեվոր պապան, ով կոչվում է Լևոն Տեր-Պետրոսյան, քեզ ասեց Նիկոլ, այդ քայլով դու կփորես, դու կդնես քո գերեզմանակարի, գերեզմանավետ փոսի վերջի քարը։ Ժողովուրդը անկախ ամեն ինչից էմոցիոնալ առումով շատ է կապված եկեղեցու հետ։ Մի խաղաժողովրդի կրոնական զգացմունքների հետ։ Հիմա դու փորձում ես մեկ այլ անկյունից մոտենաս եկեղեցու կազմաքանդման գործընթացին։ Ոնց։ Դու փորձում ես հայ ժողովրդի հայ ազգի հավատացյալների մի մասին հանես մյուսի դեմ։ Ոնց։ Որ մի մասը գասի այո Տեր-Արամը պիտի մատուցի պատարակ, Գարեգինը լավը չի, ինք իրավունք չունի կարգալույցանի, մյուս մասը գասի, արա այ ախպեր, հենց թուղթը վերցեք, գիրքը կարդացեք։ Սա եկեղեցու կանոնագիրքն է, որտեղ գրված է, որ մենք որպես հայ առաքելական եկեղեցու եկեղեցականներ կամ զավակներ կամ հայորդիներ, հայուհիներ 1700-ից ավել տարի առաջնորդվել են կես կանոնագրքով եւ եկե հասել են կեսօրվան։ Պատարակը ընդունելի չի Աստծու համար, մի պղծեք իմ եկեղեցին։ Դու ինչ ես հրահրում, բախում։ Նույն կրոնին պատկանող, նույն հավատքին պատկանող երկու խումբ հայերի միջև։ Ու դու կողքից պետքա հրճվես։ Ոնց որ հրճվում էր, երբ մարտի 1-ի պրովոկացիան արիր, հա? Փախար քո պատմելով։ Պաղկը վար որոշ ժամանակ, հետո եկար հանձնվար։ Երբ ասում էիր հոգիս ոնց է փառավորվում, երբ ոստիկանների ձեռից մահակներ ու եսի մինչեր եք խլե։ Քանի որ դու քո էությամբ խառնող տեսակ ես, խառնող։ Ու դու փորձելու ես այդ խառնաշփոթը, որ ուզում ես ստեղծես Կիրակի օրը, մատուցես այնց, որ նայեք, ես որ ասում էի Գարեգին երկրորդը լավը չի, տեսեք ինչ է կատարվում մեր եկեղեցում, որին ես անվանում էի Չուլան։ Այդ դա է քո ուզածը։ Որին ես անվանում էի Չուլան, տեսեք։ Իմ հավատավոր հայ ժողովրդին դու տենց ես չի ասելու պաթոսախեղտ աղվամազիկ։ Չնայած 25+ էի ասի, արխային կարամ քֆուր անեմ։ Բայց եկեղեցու մասին խոսելուց չեմ ուզում քֆուր անեմ։ Իմ հավատացյալ, մեր հավատացյալ ժողովուրդը դու ես նշելու քո բառամթերքով Գարեգին երկրորդի քո բլոգերների բառամթերքով սրբապղծության արդյունքում բաժանվեց երկու ճամբարների չէ բոզի տղա անելու ես այդքանը ու քո հետևից գնալու են մի խումբ ապագակա գոռացող նախրապետներ նախիր քշող գե գալի Նիկոլը փրկել է մեզ, Նիկոլը, նախկինները մեզի ուտում էին, նայում ես ցելի մարդ, ոտով, ոտերով, ձեռներով, իբր թե գլխով, որի մեջ դադարգություն է, սենց խփում ես զնգոցակալ անգլխից, բեղ մուրուսով, գանգուր բեղերով, խուճուճ մազերով, ասում ես եղբայր, նախկինները եթե քեզ կերել են, բայց մարմնիդ որ մասն են կերե, հենա դու ամբողջական կերպարով իմ դեմ կայնած ես, Քոչարյանը մեզի սպանում էր։ Ախպեր ասում եմ կարող եք Նիկոլի պես հարություն ես առը, է որ 20-րդ անգամ հարություն առնեմ։ Եվ ես վեր կհառնեմ ինչպես փյունի կրակի մեջից, ասում չէ, ես ոնց ծնվել եմ, սես դեբիլալ կամ։ Ասում եմ, բա բրատ ինչի ես ասում, որ նախկիները քեզի կերեր են, քրքրեր են, սպանել են, խոշտանգեր են,
Ասում է դե Նիկոլ ասպա ես կրկնում եմ։ Չի կարամ հիմնավոր իրան ոնց են թալանել նախկինները։ Ասում եմ դու 10 տարի առաջ ստանում էիր X աշխատավարձ։ Հիմա ստանում ես X+2 աշխատավարձ, բայց երկրի հնան աճ է, խոսքի օրինակ։ Դրա հետ մեկտեղ երկրի արտաքին պարտքն աճ է 8 միլիարդ դոլարով։ Դու քո ապրելակերպը ոչ մի ձև չես բարելավվել։ Հա? Ձեր Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր նախկինները միլիարդներով թալաներ են, քրքրեր են, ծակրտել են մեր երկիրը, պայիձեի պետք է հիմի այդ թալանած այնքան հետ բերածելներ 7 տարվա մեջ, 7 տարին ունի 365-ից 66 օր, որ դու հիմա թագավորի պես պետք է ապրեիր։ Մի հատ շիպիզնա գյոտի բալակա, քյաչալ։ Արամ Ավետիսյանը այնչա, հնդկական կինո է նկարում։ Քոչարյանը սենց հնդկական կինո, հայ, Քոչարյանը ծսնիկ ու նաֆարին։ Չեմ ուզում քո նման մանրապաճառների վրա կենտրոնանամ։ Արա դու պետք է հիմի ստանայր հազարավոր դոլարների աշխատավարձ։ Դու պետք է տունդ նստած որպես թագավոր կամ թագուհի ապրեիր։ Եթե ըստ քո Նիկոլ Փաշինյանի միլիարդավոր դոլարների թալանել են մեզ։ Թալան եղել է, բան չունեմ ասելու։ Կեղեքում եղել է, դրա հետ եմ համաձայն։ Կեղեքում ասելով թալնել են ախպեր։ Ոնց ուզեցել կոռուպցիա արել են։ Բա հիմի չեն անը։ Երեք ռեպորտաժ եմ նայում, եկեղեցու թեման դնենք մի կողմ, չեմ ուզում շատ խորանամ։ Զուտ մի պատճառով, որ չեմ ուզում խոսամ իմ հայ առաքելական եկեղեցու մասին եւ հնչեցնեմ հայոյանք։ Չեմ ուզում ուղակի։ Որտեւ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը կրկնում է, ոչ Նիկոլ Փաշինյանի խոռոփածին վիժվածքները, որոնք ուղակի գանգուրիկներ են ցալքի շրջանի։ Արժանի չեն, որ ես խոսեմ իմ եկեղեցու կոնտեքստի մեջ եւ հնչեցնեմ հայոյանք։ Քան որ իրանք մանրապճեղ բճկուլներ են։ Բճկուլը գիտեք որն է։ Այն ոչխարի պատատոր է, որ քաքերով է թվում ասած։ Պստիկ, այն զեյթունիկները։ Իրանք այդ զեյթունիկներն են, էլի։ Ու ձեր նման ախուրյանցի անոները հետևից sense հավքելով է թվեն, ասում են նոր տարվան զեյթուն կլինի տունը։ Էլի քաքի, այտենց։ Ոնց էր ասում ձեր Նիկոլ Փաշինյանը, էլի փոխտուր, էլի խախտի, էլի փոխտուր, էլի խախտի։ Չէ՞։ Այդ է ձեր մտածելակերպը։ Իսկ եթե խոսում են կոռուպցիայից, ես երեք նայում եմ այդ ռեպորտաժ, իմ ընկերներից մեկն էր ուղարկե։ Նստած են Civilnet-ի տաղավարում ովքեր, մի հատ կին, որ չեմ ճանաչում, եւ նստած ով։ Դանիել Լիոնիսյանը։ Իրազեկ քաղաքացիների միություն, ինքը իր բերանով է ասում։ Իրա ցենի տեմբր, լավ, ցենի տեմբրը դնենք մի կողմ։ Ես մի մոմենտ աշկակ փագեմ, լուրջ ակսեմ։ Անցան Գեղարքունիքի մարզ, ռեսկի sense։ Ես մի մոմենտ աշկակ փագեմ, Դանիել Լիոնիսյան, որ դու փորձել ես Դոմփես քո հարազատ մորան։ Չեմ տեսա դες հոդված, բայց մինչև վերջերս կար։ Հարուսված քրեական գործ։ Մորցել եմ, ախպեր, ռեսկի մորցա։ Ես աշկակ փագեմ, կասեմ, ես չկարդացել եմ այդ նորությունն, որ քո պապը, հարազատ պապը, եղել է Ռոսմոսգազի աշխատող եւ ելա ԽՍՀՄ-ի առաջին մանյակով տապորով սպանել է մի քանի աղջիկ։ Նկարան ճպցուկ այդ համացանցի մեջ։ Ես էլ եմ հրապարակել մի քանի անգամ։ Դու այսօր դարել ես լինելով մանյակի ԽՍՀՄ շրջանում առաջին մանյակի թոր եւ սեփական հարազատ մորը դոմփած փորձելով դոմփել այդ մարդու զավակ փորձում ես խոսալ իրավական դաշտում Civilnet-ի տաղավարում։ Կինը քեզ հարց է տալի, ասում է լավ, Վարդան Ղուկասյանը իբր թե կաշառքեր, կաշառակերություն, կոռուպցիա դուք բռնեցիք։ Չէ՞, հարց է տալի Civilnet-ի տաղավարում։ Բայց Явный паспорт 6 միլիոն դոլար։ Տիգրան Ավիրյան անպայման։ Այն համբալի տղեն, օփել քշողի տղեն։ Գալմա օփել ասելով իր բառամթերքով դրա հերն էր ասում օփել քշողները գեղցի համբալ են։ Չեմ ուզում, չնասխի չեմ ուզում, քունեմ հորդ բերանը։ Լավ էլ ուզում եմ, էսի եկեղեցուց թեման չի։ Գալեմ հասնում ենք Անիֆի գործ։ Անիֆը վստահվել է Տիգրան Ավինյանին, չէ՞։ Հո։ 6 միլիոն դոլարի պետական բյուջեից փող է մխսվել։ Ոչ այդ փողերը կան, ոչ պատասխանատու մարդիկ։ Ինչա պատասխանը Մայրադոմփը։ Ինձնից շատ, այդ նույն կոնտեքստ չեմ գալու դրա ձենով խոսամ ես։ Ինձնից շատ ոչ մեկը չեք փորձել Տիգրան Ավինյանի դեմ քրգործ հարուցել։ Արա իտոգը ո՞րն է։ Այ Մայրադոմփ։ Օգտակար գործողության գործակիցը ո՞րն է, արա։
Հա։ Դու փորձել ես, հա դու ասում ես ինձից շատ ոչ մեկ չի փորձել Տիգրան Ավինյանի դեմ քրեական գործ հարուցել տա։ Հա դու փորձել ես քո մորն էլ դոմպես, չի ստացվել։ Հետո Աչի ես երգիրը փորձադաշտ է։ Ու ասում է պետք է Վարդան Ղուկասյանը դատվի։ Բա Տիգրան Ավինյանը չի դատվում։ Հա։ Որտեվ իշխանության թեվա ներկայացնեմ։ Մարդիկ ասում են տեսեք, 6 ամի մարդիկ չէ՞ խորոփածիններ։ Ես Վարդան Ղուկասյանի հետ ոչ բարեկամ եմ, ոչ էլ արունակցական կապ ունեմ։ Լեննագանի քաղաքապետ։ 6 ամիս 1 օր դիմացավ։ Լավ, բայց դուք այդ ամեն ինչին ինչ տեղի ունեցավ Գյումրիում։ Ու այդ նույն հաղորդաշարի մեջ խարխուռ եմ խոսում։ Հարց են տալի, ասում են, նայեք։ Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ իշխանության, ձերբակալվեց Մանվել Գրիգորյանը, չէ՞։ Տուշոնկա շոու, որ միջև այսօր Նիկոլի իրավապահ համակարգը չի կարող ապացուցի, որ Մանվելը Տուշոնկա է գողցել։ Չկա, մեղք ապացուցացի, նույնիսկ հետ մահու այդ մարդուն չեն արդարացնում։ Մարդ ումից դողում էր մի ողջ երկիր, 70 միլիոն բնակչությամբ Թուրքիա եւ Ադրբեջան։ Անունը տալում են, քակում էին տակները, ռեսկի։ Ոնց որ մեր Նիկոլ Փաշինյանի մոտ ասում ես հայ առաքելական եկեղեցի, սենց ելուստի տեսքով քակն լմա որից։ Վախմա, սարսափմա։ Էդի ոնց որ Ազազելին խաչ ցույց տաս։ Էտա, ո՞ր իմա ցույց տամ, խաչ, իմ ավտոյի մեջ կա, էլի էսա։ Կախու կա։ Ուստի հարցը Վարդան Ղուկասյանը չի։ Ոչ էլ կոռուպցիան է։ Քանի որ Նիկոլ ունի հստակ հաշվարկ։ Ինչ հաշվարկ, բացատրեմ։ Բացատրեմ ո՞րն է, ասեմ իմ տեսակետը, ես բացատրելու խնդիր չունեմ ոչ մեկիդ։ Միգուցե եկել ենք ազգովի հասել են 26 թվի ընտրություններին։ Չէ՞։ Ու երբ որ համեմատական են անցկացնում Civilnet-ի տաղավարում Մանվել Գրիգորյանի կալանավորման հետ, որը ըստ այդ կանոչում չեմ ճանաչում, ասում է ավելի հանդարտ անցավ, այտենց վազմուշոննի մարդիկ չեղան, բացի անհատականությունից, ովքեր պաշտպանում էին Մանվելին մինչև վերջ, հա։ Խի Գյումրիում այդքան մարդ եկավ լցավ Գյումրվա հրապարակ։ Դանիել Լեոնիսյանը չգիտի ինչ պատասխանի։ Հիմա բացատրեմ մայրադոմփիկ եւ մանյակի թոր, որտեվ ժողովուրդը կապ չունի, որ քաղաքում ապրեմ, որ գյուղում ապրեմ, որ մարզում ապրեմ։ Տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանահամակարգը մուտիլովշիկների կուտոկ է, սուտ տասան, որ ինքը ամեն ինչ անում է իր գրպանների ուրվացությունը շատացնելու համար։ Ժողովուրդը թքած ժողովրդի վրա։ Դրա համար գյումրեցին հելավ ասեց լավն է, վատն է, իմ ընտրած քաղաքապետն է։ Իմ քվեով մարդն ընտրվել է քաղաքապետ։ Այլ ոչ թե ձեր սարիկը, թմբիկը, ձորիկը, գոմիկը։ Գոմում ծնված էր գնալ գոմիկ, չէ՞։ Հա։ Այդ դրա համար ժողովուրդը հելավ հրապարակ Գյումրիում։ Պաշտպանելու, որ թույլ չտալու, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեր։ Հետևի մուտքից խփին, իրանց էտա թևերին, վազելով։ Բերի նստեցին ավտոն տարան։ Հիմա արդեն ԿՊ-ի թևը ձեռը առան։ Մելոդրամիկ վազքով ասում եկավ նստեց մեքենա։ Որտեվ դուք պատկերացնում եք, եթե հանգարց Գյումրիում դուք խփեք գեդին, ձերբակալեք, գեդին քաշտալով փորձեիք բերման ենթարկել, գյումրեցին չէր նայելու ձեր կարմիր բերեթավորների հաստ բիլակներին։ Գյումրեցին իր խռը հանել էր կողեր ձեր նավարի բերանը։ Ուտից սկսելու էր միջպետական, հա, միջպետական եմ ասում, պետական մակարդակով հեղաշրջում, որը չի ուզում ձեր Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ավելի լավ է քիչ կորուստներով հիմա օքսիդացնի Վարդան Ղուկասյանին, ինչի համար։ Դիմացը 26 թվի ընտրություններն է, ճիշտ է։ Ահա։ Գյումրին ինչ որ քաղաքն է համարվում Հայաստանի մասշտաբով երկրորդ քաղաքը։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում մի պահ գոնե պատկերացնի, որ ինքը 26 թվի ընտրություններին կարա Գյումրիում պարտվի։ Վարչապետի այդ խորհրդարանական ընտրությունը։ Եթե ինքը մի պահ դա պատկերացնում է, իր մոտ ռեսկի սկսում է կլիմաքս, ինքը սկսում է քայքայվել։ Ռեսկի սկսում է քայքայվել։ Այն Տերմինատոր կինոյի պես։ Հալվում, ընձրվում, այդմ լցվում իր տրուսիկի մեջ, որը մեկ տեղված ակակղանքով։ Հետո էլի վերածնունդ առնում։ Վերածնվում է։ Դրա համար ավելի լավ է հիմա ինքը քիչ կորուստներով Վարդան Ղուկասյան ձերբակալի, բերի տեղադրի ընդ Գյումրվա ժամանակավոր քաղաքապետ եւ անցկացնի նոր ընտրություն։ Ինչի հիմար ինքը ունի պետական ռեսուրս, որտեղ 14 միլիարդ պետական պարտքն դե 15 միլիարդ է։ Խի չէ որ։ Իր համար ինչ պրոբլեմ ասես, մա ՃՏՑ-նի,
1 միլիարդ դոլար ծախսի խոսքի, 1 միլիոն 5-10 միլիոն դոլար ծախսի ընտրությունների վրա Գյումրիում, թազա անցկացնի նոր ընտրություն։ Բայց Գյումրվա ընտրությունների ժամանակ էլ լույս հանգավ, էլ չգիտեմ ինչ հանգավ, անչի Լևոնի, Քոչարյանի, Սերժի թվերներ, որ լույսը հանգավ, խի հանգավ, այդ ընտրակ բանի քվյաթերթիկները հաշվելու վաղ, Նիկոլ Փաշինյան։ Ու հիմա Հայաստանում կատարված ամեն ինչը մարդիկ համեմատում են 37 թվի հետ։ Հիմա խոսեմ այդ թվի մասին, կարճ կոնկրետ։ 37 թիվը, այդ կոնկրետ այդ թիվը 3 եւ 7։ 37, բայց առանձին թվանշաններով։ Լրիվ առանձնացնում եք 3-ն ու 7-ն իրարից։ Բայց հիշում եք 37 թիվ։ Որ հեշտ հիշեք։ Կարող ասեմ 3 եւ 7, դժվար հիշեք։ Հիշում եք 37 թիվ։ Էտա Պարոն Հզոր Նիկոլ Փաշյանի կառավարման տարիներ, չէ՞։ Որ նույնիսկ 37 թվին երկու հատ arczepiskopos չեն ձերբակալել։ Խոսքի օրինակ։ 37 թիվը ողջույն։ 37 թիվը պետք է հիշեն ովքեր։ Էջմիածնի ընտրության մասնակցող քաղաքացիները։ Չէ՞, վաղաշաբաթի։ 37, խնդրում եմ։ Ուշադիր ես թվի նկատմամբ։ Մտնելով ընտրանխցիկ, վերցնելով ինչ թուղթ, ասենք, գրիշ թուղթ կա։ Կան են հոգեբուժանից թուղթը վերցեմ, որոնցի գրել էին, որ ես հոգեկան հիվանդ եմ։ Գրուկ պեչատուկ, չեմ ցույց տա, որ չնախանձվեք։ Երբ որ մտնում եք ընտրա էտա խցիկ, Էջմիածնեցին կամ մեկ այլ համայնքի ընտրության մասնակցող հայ քաղաքացի, նայելով ինչ խուժանապետություն է տիրում հիմի երկրում։ Խուժանապետություն։ Դուք պետքա այդ համարակալված անվանումները որ կան, հարգելի հայեր, ներողություն, Իվան սատկում եմ։ Մի անգամից, սենց աչք եք փակում 3 եւ 7 թվանշանների վրա։ 3 եւ 7։ Վերջ, ընդ գուզեք ընտրեք։ Գուզեք, ընչի, բացատրեմ։ 3 եւ 7 թվանշանները թևերն են։ 7-ը ուղղակի մարդիկ ամանչել են, մի հատ այդ 7 թվանշանի սկզբում մի հատ Գ գրեն։ Գ։ Հայերեն Գ։ Սենց կարան խուճուճիկ պոչիկով լինի, կարա ուղիղ լինի։ 7-ը դա Նիկոլի Քպն է։ Եթե դուք ուզում եք շարունակվի են բարքերը, որը կան Հայաստանում, դպրոցներում թմրանուց ցրել է, հա։ Այս սարը մեզի պետք չի, այն թումբը մեզի պետք չի, հայկական զորքերի հետ քաշում Հայաստանի սուվերեն տարածքից։ Գեյների հարցը մոռացության մատնել։ Այդ ամեն ինչը վերհիշում եք։ Վերհիշում եք Սյունիքում ողջուն բոզի տղա խոսույթը, որ ձեն չանեց, անինքնասերը։ Անինքնասերն ով այն եթերի սկզբում ասի հանելուկի տեսքով, հələ փորձեք հասկանաք ով անինքնասերը։ Դուք ուղղակի մոռանում եք 3 եւ 7 թվանշանները։ 7-ը դա Նիկոլի Քպն է, իսկ 3-ն ով է։ Մի փոքր հուշում, Պուտինն է մեղավոր։ Զավենովնայի կուսակցությունը։ Զավենովնայի կուսակցությունը, ով որտեղ առաջի համարով հանդես է գալի, ով Հարութինը, Զիմզիմովի տեղ են Հարութինը, Մկրչան Հարութինը, այն որ Մոսկվա տեղ պիցակ ծրեր, էտա Նատալիայի ուղղահայաց սեռական շուրթերն գլպստեր լեզվով, հա? Հետո իրան որ կսեն, այ ախպեր, դու հայ ես, ես ինչ կենես, քու լեզվով քրքրեր ես։ Ինքն տղայալ ամիշելավ, հայերն ասին խելոք մնա, սերդ կփոխենք։ Փախավ եկավ Հայաստան, դարավ տղամարդ։ Ռեսկի, ասма լողնում ես անցնում է, գիտես վաղով։ Բա։ Բայց այդ ամեն ինչի մեջ Պուտինն է մեղավոր։ Եթե չեք հավատում ինձ, վերցեք, թերթեք Հայաստանի այդ հանրապետություն կամ ինչ կուսակցության լոզունգները, որտեղ խոսում է Վազգենի քուր Արամ, Զավենովնան։ Եվ թերթեք Վահագն Ալեքսանյանի Facebook-յան էջը, խոսում է նույն կոնտեքստը, նույնը, այսինքն Նիկոլ պլյուսածին։ Եթե դուք մերժում եք ՔՊ-ին, որը ինձ թվում է թասիբով էջմիածնեցին, պետք է ուղղակի մերժի ՔՊ-ին։
Ու կապ չունի, որ ՔՊ-ի թևը ներկայացնում է մեկը, ով ուղղակի թքել է իր հոր հիշատակի վրա, իր հոր արած սուրբ գործի վրա, ով համագործակցում է մի ուժերի հետ, ով իր հոր կյանքի գնով պահված Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Արգիշտի Մեխակյան։ Դու ուղղակի չես հարգում քո հորի հիշատակը, այդքան բան։ Քեզ կոպիտ խոսք չեմ ասի, բայց պետք եղավ կասեմ։ Այնպես չի, որ դու դիվանագիտական անձնագիր ունես։ Շշկրեց հանգարց։ Իսկ Հարութին Մկրտչյանը Զիմզիմովի տղան։ Խոխայ է։ Այն որ հմեկի եթերում Գետաձի Պետրոսի ներկայությամբ գոռում ասում է սրբապիղսները, փիլոն հակածները։ Հարգելի էջմիածնեցիներ, երբ որ դուք կմտնեք ընտրատեղամաս, հիշեք, որ ձեզանից մի 85-90%-ը շատ հաճախ այցելում է եկեղեցի, հա։ Դուք եկեղեցի եք այցելում, Մայրաթոր, չգիտեմ, Ռիփսիմե, Գայանա եկեղեցիներ։ Դուք եկեղեցի եք այցելում ոչ թե հոգևորականի համար, այլ որպես հավատացյալ ժողովրդի մի մաս, հավատացյալ հայ քրիստոնյա ազգի մի մաս։ Մի մասնիկ, մի ավազահատիկ, ճիշտ է։ Դուք մտնում եք եկեղեցի, այդ նույն եկեղեցականներին, որոնցից շատերին դուք մոտեցեք եւ ասել եք, օրհնեցեք Տեր Հայր, որպես օրինակ, Աստված օգնական, սրբազան, այդ խոսույթով եք դիմե եւ խնդրել եք նրանցից օրհնություն, այդ նույն հոգեվորականներին Հարութին Մկրտչյանը, Վազգենի քվոր կուսակցությունը, որը Էջմիածնում ներկայանում է 3 թվանշանով, 3։ Մի հատ լավ ընկեր ունեմ, էլի, որ 3-ով տեղ են կետեմ 1000 ներողություն համեմատության համար։ Աղջիկ էր տենեմ փողոցում սենց իրան, լուսամուտ բացում ասում էր մենք 3, դուք 3, մենք քակենք, դուք 3։ Հիմա այդ կոնտեքստի մեջ։ Էջմիածնի պետք է ասի Հարութին Մկրտչյան, մենք 3, դուք 3, հա։ Մենք քակենք, դուք 3։ 3 թվանշանի մասին մոռանում եք։ Ընդհանրապես եք մոռանում։ 3 եւ 7։ Կրկնում եմ, այդ թվերը հեշտ հիշելու համար նայեք ներկա իրականությանը։ Ժողովրդի քվեով ձայն ստացած Վարդան Ղուկասյանը գնաց կալանքի։ Իբր թե կասկածվում է կոռուպցիայի մեջ, ճիշտ է, բայց նույն կոռուպցիոն մեխանիզմերով 6 միլիոն դոլար պետ բյուջեից ներծծած Բիլեսոսի պես, մոշնիլը մեն, չէ, ներծծած Տիգրան Ավինյանը համբալի տղեն, մնացել է Երևանի քաղաքապետի աթոռին, Տիգրան Ավինյանին Նիկոլ Փաշինյանը չաղացնում է, ենկա չէ երկ, խոզուկը խորոված, խոզուկը տապակած, այդենց, չաղացնում է, որ ընտրությունների նախաշեմին, հլնի գոռա, ես Նիկոլն եմ ահեղ, հանյան չագուչեն, ասի ես բրներ եմ անիվին գործն ապացուցված է, Տիգրան Ավինյան գացիր կալանքի։ Հեմիխի չի անը, որտև էլի կամպրամանտ ունի, Ավինյանը կամպրամանտներ ունի Նիկոլի վրա, իր երեխաների մոր վրա, այդ մի հոգու վրա, ու մայրը սիրային կապի մեջ էլ է մարքսիստական, Կարլ մարքսիստական, ինչ-որ մի հատ քառակուսի դեմքով մարդու հետ։ Բա մարդել ունենա այդ վարչապետի երեխաների մայր, ու մայրը, կապի մեջ լինի մարքսիստական կուսակցության ղեկավարի հետ, անունն է մորց այդ մարդու, երկու հատ անուն ունի։ Mən Նիկոլ Փաշյանի հայրանվան պես, մեկ Վլադիմիրիչա, չէ, ոնց էր, Վովայևիչ, մեկ էր Վլադիմիրևիչ, ով ոնց հասնի ասում է, նորմալ է, բազմա հայր տղամարդը։ Հիմա հասկացաք հարգելի էջմիածնեցիներ, այդ նույն հոգևորականներին, ում ձեռքից դուք ստացել եք հաղորդություն, ում ձեռքից դուք, ում շուրթերից լսվել է օրհնություն ձեր ընտանիքի հասցեին, Հարութին Մկրտչյանը անվանում է սրբապիղծ, փիլոնի մեջ պաղկված սրբապիղծներ։ Ու ձեզ խոստանում է, որ Էջմիածինը պիտի դառնա Վատիկան։ Դա լկտի սուտ է։ Դուք ուզում եք Էջմիածինը դառնա Վատիկան, բայց Էջմիածնի կենտրոնական հրապարակում ծածանվի թուրք-ադրբեջանական տանդեմի դրոշը։ Հիմա կասեք Հարութին Մկրտչյանը ընդդիմություն է։ Ոչ։ Հարութին Մկրտչյանի ֆեյսբուքյան ասուլիսները նայեք։ Այն որ սենց խոսում է Գեորգի Նավատը լնելով, Յանի հլնայ ապեր, հեսա վասմե կանեշնի խփում եմ, ես Պուչովի տղա եմ, բայց ինքը ուղա հայաց ժպիտ լիզող, ուղակի բոզի տղա է։ Խոսույթը նայեք, պետք եղած դեպքում ցիտում եմ իրան։ Ես կհամագործակցեմ Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի իրագործեմ իմ նպատակները, այսինքն ոնց։ Հայաստանյան իշխանություններն ասում են, դուք չեք որոշում Նիկոլ Փաշինյանի դեմքով, ով պիտի գա կանգնի, թուրքը որտե պիտի գա կանգնի։ Հայաստանյան իշխանություններն ասում են, ախպեր, ես էթում եմ բարեկամության, ես 5-6 հազար զոհված տաղուն առեմ համարեմ, ես Ծիծեռնակաբերդի հուշը համարիր կարամ պղծեմ, մինչև մի քանդած ընդ դրած է։
Հայաստանի իշխանությունն ասում են ցորեն են բերում Ադրբեջանից, չէ, երեք են ասել, լավ եք անում, բան չունեմ ասելու։ Ես դեմ չեմ, կոնկրետ ես դեմ չեմ։ Հայաստանյան իշխանությունն է ու ժողովուրդը իրանց երկու մատով, արդեն այս դեպքում երկու մատով։ Տեսեք, մենք ասում եմ Նիկոլ Փաշինյանը ասեց եւ արեց։ Երկու մատով ներխուժելով իր քթախորոշների այդ անցքերի մեջ, այդ ամենախորը հատված, չկտրված եւ սև եղունգներով քաշում, պոկում, արնալվի կանելով հանում իր խլինքի կտորներ են, խա։ Ու ասում է, մեն Նիկոլ Փաշինյան ցորենակ բերա, Պուտինն է մեղավոր։ Ես խզում եմ իմ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բան չունեմ ասել, խզեք։ Իմ համար ոչ տակա ոչ էլ սառը, մնե по одному месту, կուլտուրական ասեմ, մնե по խույու։ Ճոգեք, գիտեք խի։ Մարդուն ցանկացած, առավել եւս ժողովրդին, չի կարա իմ ժողովուրդը, իմ ազգը անցած լինի ցեղասպանության միջով ու լինի այսքան հարիվ։ Լինի այսքան միամիտ, հարիվ բառի մալ ներող։ Ես նկատի ունեմ ներող ազգին նկատի ունեմ, ոչ թե այն բոզիտաղու անունը ոնց էր, որ մտեք քֆուր էր գրենցի Facebook-ում։ Ռուդիկ Խաչատրյան, ես քեզ ու Նիկոլին միատեղ մազերից բռնցած, հագցնելու եմ իմ խեռին, այնմալ ծսնեմ, որ դու ասես իշո խաչու, իշո այն Զալատայանցի լոպայի մուլտիկի պես։ Հասկնաս։ Դու գուզեր դառնալ իմ հերոսն, իմ հեքիաթի հերոսն դարար բոզիս տղա։ Երկու իրեք անգամ ցորեն եկավ Ադրբեջանով, չէ՞։ Նիկոլն հելավ, որպես տարբերակ, Նիկոլն հելավ հայտարարեց։ Ես խզում եմ հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Ես ցորենի պաշարները ներմուծում եմ Ադրբեջանով։ Ժողովուրդն էլի կրկնեմ իրանց երկար եղունգներով ներխուժելով քթախորոջ, մարդել կա մեր Նիկոլ Փաշինյանի պես ճիճվի սինդրոմը հաշվի առնելով կամ թութքի ճեղքվածությունը։ Մտնում է իր ոռիծակի մեջ, քաշելով հանում է քաքի կտորը եւ գոռում է մենք ենք տերը մեր երկրի։ Իրեք անգամ հացահատիկ ներմուծվավ։ Հետո Ադրբեջանն ասում է լսի, այս ինչ պայմանը, այս ինչ գյուղը պետք է տաս, որպես սահմանագծում, իբր թե ԽՍՀՄ քարտեզներով դա եղել է Ադրբեջանի մաս, անկլավ, էքսկլավ։ Չէ, հացահատիկը դել չի մտնում Հայաստան։ Բայց միջև այդ Նիկոլ Փաշինյանը խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, այն դալնաբոշիկ մեր հայտեղեք են մնում են սահմանին։ Բավրայի անցակետում էթում գալում վրացի սահմանապան 5000 լիրայի շտրաֆագրում, ինչա Պարբրիսեն մի փոքր ճակ ունի վրան, որը չեղե ոչ Սերժի ժամանակ, ոչ Քոչարյանի, որտեվ եղել են տղամարդ ղեկավարներ, մի զանգով հարց են լուծել, այլ ոչ թե եղել են փալաս բոզի տղեկ, ոնց որ Նիկոլ Փաշինյանն է։ Հետո ինչ է կատարվում։ Ժողովուրդը երբ որ սկսում է ամբոստանալ Նիկոլ Փաշինյանի դեմ, որ ասում է բոզի տղա, ախր մեր երկրի 70% հացահատիկը գալիս էր Արցախից, որը արդեն գոյություն չունի, մերը չի։ Հիմա բերում ենք Ռուսաստանից, դու հելար խզիր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, հա։ Ասիր ախպեր չեմ ուզում, էտա իմ ախպեր, քաղաքակիրթ ախպեր, ընձի մգավ ֆուրով հացահատիկը կրգա։ Բայց մգա իմ ախպերը սելա պետք է մի հատ հոտոտես նոր հացահատիկ տան, որ քո ժողովուրդը սոված չկոտորվի։ Ճիշտ է, ճիշտ է։ Ժողովրդի ըմբոստությունը փորձելու է ուժով ճշի, չի ստացվելու, քանի որ սոված ժողովուրդը հնելու է Նիկոլի ցեղը քունի փռի արևին, ճիշտ է։ Նիկոլը փորձելու է հետ քայլ անի դեպի Ռուսաստան, չէ՞։ Ռուսաստանը ինչ ասելու։ Գյադա քեզ որ քսեն արչի ձվերու հետ խաղալ են, էդի բերում է շատ վատ հետևանքների։ Ժողովուրդը քսեն, վայ, բա մենք այն վաղ այդքան չենք ֆայմում։ Մենք ծոփակի դա ենք, որ քսենք, վայ Ադրբեջանից ցորենագի գա։ Այդ ցորենի մեջ դժվար է միացած մի բան շախտալ այդ ցորենի վրա։ Հե՞։ Որ միամիտ Հայաստանի այդ բնակչության X%-ը ռեսկի լուծան գնամ, թունավորվում է, հե՞։ Չէ, դժվար չի։ Դժվար չի։ Բա դուք ուզում եք ասեք, որ դուք ձեր անվտանգությունը ընտրության ժամանակ, Էջմիածնում, վստահելով Հարութին Մկրտչյանին կամ Նիկոլ Փաշինյանին, կրկնում եմ 3 եւ 7, 37, վստահելով դրանց, դուք փորձելու եք ուտել Ադրբեջանով ներկրված հացահատիկը։ Հիշում եք 88 թիվը, երբ որ Թուրքիայից եւ Ադրբեջանից դագաղներ էին ուղարկում Հայաստան, խնդալու սմայլիկներով։
Հա? Սպիտակի երկրաշարժը հիշում եք։ Չէ։ Բա։ Ես չգիտեմ էլի ման խոսամ, ոնց խոսամ։ Կամ խի խոսամ, ամենագլխավոր հարցը։ Օրը 3 անգամ որոշում եմ Facebook-ից ջնջեմ։ Օրը 3 անգամ որոշում եմ փագեմ ու սիկ դիրել եմ այս համացանցից։ Չեմ կարում։ Ոչ թե ես կախում ունեմ Facebook-ից, չէ։ Հավատացեք, որ օր այս բոզի տղու իշխանությունը Հայաստանում կձերբակալվի, ես այդ օրվանից դուք ինձ Facebook-ում չեք տենա։ YouTube-ը լրիվ կջնջվի։ Լրիվ։ Ես ոչ Facebook-ի խնդիր ունեմ, ոչ YouTube-ի։ Ես թքած ունեմ այդ համացանցային, այդ չգիտեմ, էլ այդ ասուխոսի վրա։ Ես դա չեմ ուզում։ Իմը չի դա։ Բայց ուզում եմ, որ իմ ժողովուրդը, իմ ազգը սկսի մտածել վերևի գլխով։ Տղամարդկանցի նկատի ունեմ։ Սկսի մտածել գաղափարապես, այլ ոչ թե էմոցիաներին տրվի։ Ոյ, կաթողիկոս երեխա ունի։ Ուրեմն ինքն իրավունք չունի կաթողիկոս լինի։ Բախես խաչակնքվում եկեղեցի մտնելուց։ Հարգելի հայ։ Հա՞։ Խես խաչակնքվում։ Այդ խաչակնքվելը չի եկել Գարեգին երկրորդի ժամանակահատվածից, հա։ Գարեգին երկրորդը հիմա է կաթողիկոս։ Գարեգին երկրորդի ժամանակահատվածից առաջ եղել են Խրիմյան հայրիկ, ով եղել է ամուսնացած։ Եղել է առաջի կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչ, ով եղել է ամուսնացած ունեցել է երեխա։ Խես խաչակնքվում։ Եթե Գարեգին երկրորդի երեխա ունենալու փաստը դու համարում ես սրբապղծություն։ Ավելի հեշտ է դու տրվես էմոցիաներին, քանի որ դու չունես սեփական մտածելակերպ։ Չեմ վիրավորում ոչ մեկին։ Ցիտում եմ իրականությունը։ Այլ փորձես ավելի մեծ, ավելի գլոբալ, չեզոք դիրքից նայես ամեն ինչին։ Չեզոք դիրքից։ Խոսքի օրինակ, Նիկոլ Փաշինյանը հենց էս ինչ բաննա, չէ՞ գոռում։ Խոսքի։ Չեզոք դիրքից նայի ամեն ինչին, ասա լավ, հələ ես մի կողմ եմ դնում։ Նիկոլ Փաշինյան, որ դու վարչապետ ես, դու որպես մարդ ինչ ես խոսում իմ երկրի բարօրության համար, իմ ազգի միասնականության համար, իմ ազգի սև ու սպիտակի բաժանարար գիծը վերացնելու համար, ինչ ես անում դու։ Ոչինչ։ Հակառակը ավելի է խորացնում։ Պարզ օրինակ Կիրակի օրը կայանալիք պատարագը, որը պիտի լինի Հովանավանքում։ Պատարագին պիտի մասնակցի Հայաստանի վարչապետ կոչված սուբյեկտը, բայց պատարագ մատուցող Տեր Հարամը, այսուհետ արդեն Ստեփան Ասատրյանը, չունի պատարագ մատուցելու ոչ մի եկեղեցական իրավունք, բացարձակ չունի։ Ու լպիրշության աստիճանը, նայելով քո լպիրշության աստիճանը, եթե դու իրոք այդպես բան ես ասել, որ ասել ես, պետք լինի 10,000 հոգի մարդ կհրավիրեմ։ Արա այ խորոփիկ, դու Նիկոլից ավել չես կարա Նիկոլ լնես, բացառվում է։ Կրկնում եմ եւս մի անգամ, մի քանի անգամ ասել եմ, Նիկոլ Փաշինյանը իր մայրիկի որովայնի մեջ միտինգ անելով է ձևավորվել։ Մանիպուլյատոր այնքան դա աշխատե։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ իր հայրը փորձել է կենակցել իր մոր հետ, երբ որ իր մայրը հղիել է, կծել է իր հոր խեռի ծերը։ Նիկոլ Փաշինյանը իր հատիկի ժամանակ հայկական եռագույնի փոխարեն ձեռը քցեղ խլել է ադրբեջանական-թուրքական տանդեմի դրոշ եւ ժպտացել է լիաբերան։ Նիկոլ Փաշինյանի անհատականությունն է, որ քարահունջի քարերը անվանում էր հավաբուն, գառնու տաճարը։ Այսինքն քո որպես հայի պատմամշակութային ժառանգությունը ինքը պղծում էր իր խոսույթով։ Ու դու գնալով ընտրատեղամաս հարգելի Էջմիածնի քաղաքացի։ Ես հարգում եմ քո դիրքորոշումը, ով ուզում է սեղի։ Հավատում ես Նիկոլին, բայց վաղը գլխիդ չտաս։ Բայց վաղը չասես, բայց թուրքը խեկա մտավ իմ տուն, իմ կնգան երեխուն քրֆեց գնաց։ Ես էլ որ փորձեցի զանգեմ քննչական կոմիտեական ոստիկանություն, ինձ ընդ պատասխանեցին ավտոատվեչիկի տեսքով։ Ապագա կա ապագա։ Կամ երկրորդ անգամ եւ զանգեցի, ինձ ասացին հարմարվեք իրականության հետ, մենք գնում ենք խաղաղության։ Չփորձես մեղադրես ոչ մեկին։
Ու երբ որ դու կհելնես կգոռաս կռիվ ղալմաղալի հետագայի մասին եմ ասում, կռիվ ղալմաղալի ընթացքում, որ արես իմ փողոցում, իմ քաղաքում հայ չի մնացել, որ գա ինձ պաշտպանի, ես կոնֆլիկտ ունեմ թուրքի կամ ադրբեջանցու հետ, երբ որ կնայես կողքերդ, հայի պայքարող տեսակ չես ստի, գիտես ինչի, որտեվ այսօր Աշոտ Երկաթ մականունով հրամանա տարաձերբակալում, Պավլիկ Մանուկյանն է բանում, բերդում, հա, կալանավորված են, հայի պայքարող տեսակին կալանավորում է, ու դու լուր տանդ նստած ես, դու լուր տանդ նստած ես 2 կոպեկ փողի համար, որ երեք բաժանվել է Էջմիածնում, նույն Վազգենի, քվոր այդ կուսակցության վաբթե կողմից, չէ, կներեք, շարժ չեմ անի, ՔՊ-ի կողմից, որտև այսօր սկսում է նախընտրականը, երեք միջոցառում, ինչ որ երեխա էլ նվիրել են $10,000, это մի հատ փորո, սիմպատիչնի, սպիտակ կոստյում շլվարով, մի հատ անհատականություն, ինքը երկրորդն է ՔՊ-ի ցուցակով, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է ոչ կոռուպցիային, նախկինները ձավար ու բրինձ էին բաժանում, որ ժողովուրդն ընտրեր, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի արած Արգիշտի Մեխակյանի քայլի մեջ կոռուպցիա չկա, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե իհարկե կա, բայց դուք իրավունք չունեք խոսեք, քանի որ ըստ Մարիադոմբ Դանիել Իոնիսյանի նա իշխանական թև է, երեք էր խոսում Civilnet-ով, խոսում է մեկը, ում պապը եղել է Ռոսմոս գազի առաջին մանյակը, ով տապորով սպանել է 7 կանոջ, ու դատապարտվել է ԽՍՀՄ իշխանությունների կողմից, ու այդ հոգեշեղվածի թոռը այսօր Հայաստանում ներկայացնում է իրազեկ քաղաքացիների միություն, անկեղծ եմ ասում, այնքան եմ ուզում Տոմ ու Ջերի մուլտիկի պես տեղը սենց փորեմ, քարս քաշեմ գլխից, ասեմ ես չեմ ուզում այսքանը տենամ, ոչ թե տենամ սրանց արածը, ես չեմ ուզում տենամ իմ ազգի, իմ ժողովրդի անտարբերությունը, չեմ ուզում տենամ, ախպեր չեմ կարող հարմարվեմ ես դրա հետ, մի ազգ, որ 98 թվին, 88 թվին միացում շարժման լոզունգի տակ, հա, մի ողջ ազգ, բռունցքները վերև գոռալով միացում լուծեց Արցախի հարցը, չթողեց, որ հայաց ցեղասպանվի, այսօր համակերպվել է մի խումբ խլինքազավրների օրակարգի հետ, մոռացեք, անկեղծ եմ ասում, մոռացեք, և Քոչարյան, և Սեր, մոռացեք, չկան այդ մարդիկ, չկան, այդ ամեն մարդ իրա կյանքով ապրում, դուք իրավունք ունեք պայքարել ձեր իրավունքների համար, թե չէ, դուք իրավունք ունեք պայքարել այն բանի համար, որ դուք հայ մնաք, դուք իրավունք ունեք պայքարել, որ Նիկոլ Փաշինյանը առնելով մի քանի պրովոկացիոն քայլեր երկիրը դուրս չբերի ԵԱՏՄ-ից, և քո բանջարաբոստանային մշակած, չգիտեմ, լոլիկը, վարունգը, եսիմ ինչը, չմնա քո հավաքած արկղների մեջ և հոտի, այլ դու ինչ որ X գնով ուղարկես Ռուսաստանի Դաշնություն, ես ռստե առնեմ, ուտեմ ուրախանամ, ասեմ, ես ուտում եմ իմ հայի ձեռքով մշակած պամիդորը, խի չէ որ, բայց որ դուս եկավ ԵԱՏՄ-ից, դուք մտածում եք ձեր քրտինքով, վարկով մշակած լոլիկը գալու է հասնի Ռուսաստան, չէ, եթե գահասնի ինես մի հատ գին են դնելու վրան, որ այդ ներկրողը ասի ախպեր ինձի ձեր չի տալի, կներես հարգելի գյուղացի ջան, ձեր չի տալի ինձի, կամ պետք է ձրի տաս, իտո ձեր չի տալի, տամոժեննի կոնտրոլ, ես իմիջ, հիմա կան սկիտկեք, չէ զեղչեր, որտև ԵԱՏՄ-ի մեջ է, դու Էջմիածնում ընտրության մասնակցելուց պետք է հասկանաս, որ քո 7 համարի քվեաթերթիկի տակ նստած է մի կուսակցություն, որը բոլոր համաժողովների ժամանակ չի խոսում քո ռազմագերիների մասին, ինչի մասում քո, հիմա կասես մեր տնից գերի չկա, ինչի, այն ռազմագերի ինգած տղայք է քոնը, չէ, հա, դու կասես ես Էջմիածնում եմ, Երևանում եմ, Արտաշատում եմ, իմ քաղաքի տարածքային ամբողջականությունը պահված է, ինչի, Ջերմուկի շրջան, Վարդենիսի շրջան, քո երկիրը չի, շատ էլ այդ շրջանի որոշ բնակիչներ Նիկոլի ոտի տակ գառ են մորթում, բայց քո երկրի տարածքային ամբողջականությունն է, էդի նույն բանն է, եթե դուք տենց ասեք, ոնց որ հարևանի տունը պաժար են գնի, հա, պաժար, հրդե, ու դու ասես ես մի վեդրո ջուր չեմ ուզում շփեմ, ախր քամին փչելով ես կողմ, այդ կրակը գալու է հասցնի քո տանը, քո դռանը, քո մարզին, քո քաղաքին, քո գյուղին, քո շեմին,
Այդ անտարբերությունն է, որ մեր մեջից պետք է վերանա։ Անտարբերություն երկրի նկատմամբ։ Ես ոչ մեկից չեմ ասում գնացեք Սերժ Սարգսյանին սիրեք, Ռոբերտ Քոչարյանին աստվածացրեք, ոչ։ Չէ որ ձեր ասած Նիկոլ Փաշինյանի խոսույթով դուք եք տերը այդ երկրի, այլ ոչ թե ինքը։ Ինքը ով է։ Պետ բյուջեից սնվող որ կրամոլ։ Որ կրամոլ։ Ով չունի ոչ մի բարոյական սկզբունք։ Ով Կիրակի օրը մասնակցելու է չհոգևորականի ձեռքով մատուցվող պատարագին։ Եվ ես խնդրանքով կդիմեմ մեր հոգևոր դասին։ Նորանշանակ քահանան պիտի ինքը մատուցի պատարագ Հովանավանքում։ Ինչու՞ չէ նաև մեր Գարեգին II կաթողիկոսի ներկայությամբ։ Մի թողեք հայ առաքելական եկեղեցին պղծվի չհոգևորականի ձեռքով։ Մի թողեք, ուղղակի մի թողեք, դա եկեղեցու գործառույթն է։ Դուք այդ քայլն արեք ու տեսեք քանի հազար հայ է գալի Հովանավանք, իրական հայ, ով փորձում է ամեն կերպ պահպանել կրոնական ինստիտուտը, կրոնական հաստատությունը, որը փորձում է պղծել Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք քանի տասնյակ հազարավոր հայեր կգան Հովանավանք։ Հիմա տեսնենք Արամ կամ Ստեփան Ասատրյանի ասած 10,000 հոգին են օրակարգ թելադրում իմ երկրում, թե ամենայն հայոց կաթողիկոսի հորդորով, կոչով հավատացյալներին, ովքեր կհրավիրվեն Հովանավանք Սուրբ Պատարագ վայելելու կամ մասնակցելու, լսելու Աստծո խոսքը, լսելու պատարագ, լսելու Լուսինե Զաքարյան, լսելու Կոմիտասի երգերը, ինչի՞ չէ որ։ Ինչի՞ չէ։ Այն հոգևոր սննդի պակասն է, որ մեզ այսօր բերեց հասցրեց այսօրվան։ Քանի որ մեզից շատերը առաջնահերթ պլան մղեցին աշխարհիկ խոսույթը։ Աշխարհիկ։ Այն որ ոչ մի ընդհանուր աղերս չունի հոգևորի հետ։ Այս բարդակը պետք է օրերից մի օր կանգնի։ Ուզենք թե չուզենք, պետք է կանգնի։ Հիմա եթե չեք ուզում վերջնականապես պախարակվի մեր եկեղեցին, նորանշանակ քահանան, չգիտեմ ով է, պիտի ասի, ես Հովանավանքում Կիրակի օրը պատարագ եմ մատուցելու, ու ոչ մի չհոգևորական իրավունք չունի Աստծո տանը մատուցել պատարագ, որի իրավունք ինքը չունի։ Դա պիտի հայտարարի իմ եկեղեցու, չգիտեմ, առաջնորդը, հոգևորականը, այլ ոչ թե ես։ Ես ով եմ։ Աշխարհիկ մարդ։ Ամիսը մեկ եմ մտնում եկեղեցի։ Կամ մի քիչ ավելի շուտ, կամ մի քիչ ավելի ուշ։ Երևի այսքան։ Կրկնում եմ, Էջմիածացիներ ջան, հիշում եք 37 թիվը, 3 և 7։ 3 թիվը դա Հարութին Զիմզիմով Մկրտչյանն է, ով պատկանում է Վազգենի քվոր կուսակցությանը, ով ձեր բոլորի, մեր բոլորի հոգևորականներին անվանում է փիլոնի մեջ պահկված սրբապիղծներ։ 7 թիվն էլ ԿՊՆ-ը։ Եթե ասում ենք 7, հասկանում ենք Նիկոլ Փաշինյան։ Եթե ասում ենք Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Եթե ասում ենք Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ուրեմն հասկանում ենք անհատականություն, ով անմոռաջ ժպիտ ներեսին Էրդողանի գիրքը գրգած, անմոռաջ ժպտում էր Էրդողանի կողքը կանգնած, ոնց որ իր հարազատ հորը տեսած լիներ։ Հիմա որոշեք, ընտրեք թուրքի ծառային, թե ընտրեք մեկ այլ կանդիդատի։ 3 ու 7-ը մոռանում եք։ 3 և 7, հիշեք, 37 թիվ, Նիկոլի թիվ, 3, 7 ու 7 թվերը անցնում եք առաջ։ Դրանց դեմ պտիչկա չեք տնեմ։ Կարակ ձևական գրեք բոզի տղա, կամ իդի նախույ։ Այդպես, բայց մի գրեք, ձեր քվյա թերթիկը կհամարվի անվավեր։ Անտեսում եք, ասում եք, ես sensitive չեմ անում, 3 ու 7-ը փակում եք, ընդդեմ ուզում եք ընտրեք։ Ձեր կամեցողությամբ, ձեր, չգիտեմ, կամքով։ Իսկ եթե ավելի կոպիտ եմ ասում, ավելի կոնկրետ կողմնորոշումը լինի իմ կողմից, կոնկրետ իմ կողմից։ Ես կփորձեմ ոչ թե հուշել, ոչ թե պարտադրել, այլ ուղղակի խորհուրդ տալ։ Զուտ խորհրդի կարգով, բայց վերջնական որոշողը դուք եք։ Որտեվ առաջնահերթ դուք եք շփվելու այդ քաղաքապետի հետ, առաջնահերթ ձեր խնդիրները դուք եք գնալու բարձրաձայնեք այդ մարդու հետ, ում որ պետքա դուք ձայն տաք, ոչ թե ես։
Բայց ինչ էլ որ լինի, դուք պետք է կատարեք հայեցի ընտրություն։ Այլ ոչ թե ընտրեք մեկին, ով գոռում է Պուտինն է մեղավոր, կամ մեկին, ով գոռում է ապագա, ապագա, հոգեկան հիվանդի կուսակցություն։ Քեփեն պարտվել էր Գյումրիում ու պարտվել է Գյումրիում, ու քեփեն պարտվելու է Գյումրիում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Քեփեն պարտվելու է նաև իմ քաղաքում։ Հուսով եմ։ Դրա մեծ հույսը ես ունեմ։ Առայժմ ես քնա, լավ եղեք։ Ես գացի իմ գործերով։ Կարող է էլի խաչամ հետո կամ չխաչամ։ Իսկ դուք բոզա զավակներ, որ մտնում ընձի քիֆուր եք գրեմ YouTube-ի տակ։ Անես մի արեք անուն առանուն, քաղաք առ քաղաք։ Ձեզ հանեմ, ճպստեմ Facebook-յան տիրույթ, ասեմ ժողովուրդ ջան, էտա 10,000 պատպիսчիկից ավել մարդ կա Facebook։ Հələ մի հատ մտեք